Ընդհանրում են, որ եթե վերադարձել եք, ուրեմն Միացյալ Նահանգներում ունեցել եք թղթաբանական կամ օրենքի հետ կապված որևէ խնդիր։ Ինձ ոչ մեկ դեպորտ չի արել։ Ես չկարողացա իմ տունը գտնել Ամերիկայում։ Մանոն կտրականապես դեմ էր, միայն երազում էի։ Ոնց որ իմ համար պարտության կարգի մի բան էր, հետ եմ ես գնում։ Ասի մենք հետ չենք գնում, մենք տուն ենք գնում։ Երբ որ ես ուզում էի գալ Հայաստան, երևի 2 տարի էր որ Ամերիկայում ենք, ես գիտեք ինչ սկանդալներ եմ արել տանը։ Կատեգորիկ papayin ասում էի, չէ, ես ոչ մի տեղ չեմ գնա, ես Ամերիկայում հարմարվել եմ, ինձ լավ է, բայց հետո ոստի հələ որտեղ իմ ընտանիքը եղել ես։ Ինձ համար որպես կին շատ կարևոր է իմ տղամարդը իրան ոնց է զգում։ Կան հարցեր, որոնք չեն կարող չհնչել։ Մենք պատրաստ ենք բոլոր հարցերին պատասխան։ Նշում էր, որ դու Հայաստանում կորցրել ես քո հանգստությունը, դու այստեղ քեզ չես գտնում եւ այն տարիներին դու խոսում ես, թե քեզ որքան լավ է զգում Միացյալ Նահանգներում։ Այն ինչ որ դու հիմա ասում ես Հայաստանի մասին, Ամերիկայից վերադառնալով, այն ժամանակ մի քիչ բառերի փոփոխությամբ, բայց ասում էր Հայաստանից Միացյալ Նահանգներ մեկնելիս։ Շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին, շատ շնորհակալ եմ։ Ես եթե չգնայի, ես հիմա սխալ ճանապարհով էի գնացել։ Ինչքան ապուշություն ասես արել էի իմ էմոցիոնալ լինելու հաշվին։ Լավ է այնտեղ եղել, շատ լավ է եղել։ Բայց դա իմը չի եղել։ Ափսոսում ես այն սուր արտահայտչամիջոցների համար, որ այդ շրջանում օգտագործել ես Հայաստանի վերաբերյալ։ Ես Հայաստանի վերաբերյալ չեմ օգտագործել։ Ես հասկացած լսակից դու ով ես։ Ու ես իմ կոչմանն եմ դավաճանել նաև։ Ուղղակի ես եմ ճանապարհից շեղվել։ Ես պիտի իմ գործին հավատարիմ մնայի։ Մի նեղացրեք իրար։ Տես ես էլ նեղացած գնացի տեղստեղ։ Այդքանը որ դա ժողովուրդ մի նեղացեք ու մի գնացեք։ 5 տարի հայրուաղջիկ չէիք հանդիպել։ Ավելի երևի 8 տարի, որտեղ արանքում մի հատ եմ հանդիպել, որ հրաժեշտ է։ Դες տպավորություն է, որ ընտանիքը միավորվում է ու այնքան ճիշտ էր ամեն ինչ, ու մենակ այդ Նարեի հայացքը, ուզում հասկանա ես իրական է։ Երևի թե առաջինը դու Նարեին ընդունեցիր ձեր ընտանիք, հետո Սարգիսը, ու երևի թե եթե չլիներ քո ներդրումը, դու անպայման պետք է լացածներ։ Ես իրան շատ եմ սիրում ու առաջին օրվանից իմ մոտ միշտ այդ Բայց ինչ ես լացում, ամեն ինչ հրաշալի։ Մարդիկ չեն լացում, երբ որ տխրում են, դա էմոցիա է։ Դա Ամալիայի հրաշքն է։ Շնորհակալ եմ նաև Նարեից, թույլ է տվել ինձ իր հետ մտնել կոնտակտի մեջ, որովհետև որ ինքը թույլ չտար, այս ձեռքբերումը չէր ելնի։ Ու հիմա որ ինքը սենց գալիս է մեր տուն, այն որ իրական է, որ ասում եմ մեծ քույրիկ։ Ես շատ շնորհակալ եմ papayin ու մամային, որ նենց են արել, որ մենք հերավորությունը նենց չարել, որ մենք իրար քուրիկ չտեսնենք կամ իրար չշփվենք։ Միանգամից սկսեցինք շփվել, ոչ մի ավելի շատ իրանից եկավ, այդ ինքը ոնց որ այդ մեծի պատասխանատվությունը վերցրեց ու աղջիկներին տարավ։